Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Երեկ չէ առաջի օրը տեղի ունեցավ, եթե չեմ սխալվում, Հայաստան դաշինքի համագումարը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մի 20 րոպեանոց ելույթով, եւ ես ուզում եմ այսօր մենք քննենք եւ ուզում եմ գնահատական տալ նրա ելույթին, նկարագրել, հուսամ ժամանակը գտնեմ այսպես անդրադառնալ նաև այլ ականավոր գործիչների, այսպես ասած։ Կլինեմ շատ զուսպ, հարգալից, բայց խիստ քննադատական, կարևորը երկրորդականից զանազանելով։ Ընդհանրապես իմ ելույթներում կան ելույթներ, որոնք այսպես զուտ բլոգերական են, որոշակի գռեհիկ խոսույթով, որոշակի էմոցիոնալությամբ, եւ բոլոր իմ ելույթներում ինտելեկտը փորձում եմ որպես ընդգծված առանձնահատկություն ցույց տալ, որովհետեւ այլ հզոր գործիք մեր երկրի եւ մեր ազգի առաջ գնալու համար չեմ տեսնում։ Ավելի հզոր գործիք, ավելի ճիշտ, կանելի գործիքներ, բայց ավելի հզոր գործիք չեմ տեսնում։ Եվ այսպես եկեք սկզբում ներկայացնեմ, երբ որ ես մտածում եմ ես նյութը անելու մասին, սկզբում ներկայացնեմ Ռոբերտ Քոչարյանի 3 հիմնական առավելություն, շատ կարևոր ինձ համար, որոնք ես բարձր եմ գնահատում, հետո կանցնենք արդեն քննադատությանը։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը փաստացի միակ ղեկավարն է, ով հեռացել է պաշտոնից իր կամքով։ Հայաստանում երկրորդ ղեկավար, որն իր պաշտոնից հեռացած լինի իր կամքով, չի եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանին հարկադրել են հրաժարական, Սերժ Սարգսյանին հարկադրել են հրաժարական, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի իրեն հարկադրեն հրաժարական։ Չի գնում մարդը։ Հանգամանքների մասին էական չի, չնայած կարևոր է, բայց էական չի, չանդրադառնանք, ուղղակի ֆիքսենք։ Երկրորդ առանձնահատկությունը Ռոբերտ Քոչարյանի մասին, որ ես կասեմ, դա նրա ընտանիքն է։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը որպես տղամարդ եւ որպես հայր, այո, ստեղծել է բացառիկ ընտանիք, հատկապես հայ քաղաքական կամ բիզնես ուրեմն վերնախավի շրջանում։ Այն եզակի քաղաքական գործիչներից է, ում ընտանիքին առանձին վերցված կարելի է մատով ցույց տալ ու բազմաթիվ լավ օրինակներ այնտեղ տեսնել։ Սա ասում եմ ոչ միայն այն ինչ հրապարակային է հայտնի, այլ նաև այն ինչ այս կամ այն ձևով ինձ հայտնի է դարձել տարբեր մարդկանց պատմություններից։ Ես նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում անձամբ, նույնիսկ միջնորդավորված ինչ որ շփում կամ կապ չի եղել, ոչ Քոչարյանի հետ, ոչ նրա ընտանիքի հետ, բայց սա կարևոր է։ Ընդհանրապես Հայաստանում կարևոր է, որպեսզի քաղաքական գործիչները եւ պետական այրերը առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց ընտանիքի վրա, իսկ ժողովուրդն էլ պահանջատեր լինի այդ առումով, ինչպես ընդունված է արևմտյան զարգացած քաղաքակրթություններում եւ քաղաքականություններում։ Թեև օրենքը չի արգելում լինել այլանդակ եւ ունենալ այլանդակ ընտանիք, կներեք, որ այսպես եմ ասում, օրենքը դա չի արգելում, բայց բարոյական նորմերը մարդիկ այնքան են կարևորում, հանրությունը այնքան է կարևորում, որ քաղաքական գործիչների հետ կապված այս հարցը առանձնակի ուշադրության է արժանացնում։ Երրորդ դրական կողմը, որ ես կասեմ Ռոբերտ Քոչարյանի մասին, հիմա կասեք Քոչարյանի գովքն ես անում, չէ, որոշել եմ օբյեկտիվ խոսել, եւ իրենք էլ որպեսզի սա լսեն, սա շատ կարևոր է բոլորիս համար։ Ուրեմն երրորդ դրական կողմը, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումները նվազագույն պոպուլիստական են, նվազագույն։ Ես հասկանում եմ, որ նա էլ շատերի պես, նրանց թիմն էլ կարող են ոսկե սարեր խոստանալ, բայց նրանք խոստանում են
այն ինչ տեսականորեն հնարավոր է անել։ Այդքանով ազնիվ են, իրենց արտաքին քաղաքական դիրքորոշման մեջ չեն փորձում լինելով ենթադրենք ռուսամետ ներկայանալ որպես արևմտյան արժեքների դավանող, խաբստալ գալ իշխանության, մի խոսքով նվազագույն պոպուլիստական են, կամ չգիտեմ, հակաթուրք չեն ներկայանում միևնույն ժամանակ պրոեվրոպական հանդես գալով, մի խոսքով սա էլ է կարևոր ինձ համար, ես չգիտեմ դուք ոնց եք դա գնահատում, որովհետև, այսինքն գիտեմ, ժողովրդի մի զգալի մասի համար, ով ասի ինչ-որ բանը խիար է, դանակը կվերցնեն, կվազեն, այսինքն ով ավելի այսպես ճոռոմ խոստումներ տա, այնի դառնում է ամենալավը, Ես վերջերս Facebook-ում մի նկարներ էի նայում մի հոգու, էլի միտը սնգավ ինչ հետաքրքիր ու պրիմիտիվ բան կա էլի մեր ժողովրդի մոտ, ամեն անգամ ուզում ասեմ մի զգալի մասի մոտ, բայց եկեք ամեն անգամ չշեշտեմ, հա, երբ որ ասում եմ մեր ժողովրդի մոտ նկատի ունեմ միջին վիճակագրականը կամ մեծամասնությունը կամ մի զգալի մասը։ Ով վերկենա հայրենիքից խոսա, հա, ով վերկենա ծովից ծով Հայաստան ասի, կամ ով վերկենա, չգիտեմ, ոսկե սարեր խոստանա, ամենաշատը նրան են հավանում։ Մի խոսքով Քոչարյանի թիմը դա չի անում։ Հիմա անցնենք Քոչարյանի ելույթին ու մի հատված եմ դիտարկելու այդ ելույթից, ընդամենը մի դիտարկում, որը ինձ համար ամենակարևորն է։ Դա այն հատվածն է, որտեղ Քոչարյանը այսպես է ասում է, բազմաթիվ ուժեր կան, որոնք լավ խոստումներ են տալիս, բայց մենք էլ ասում հասկանում ենք, որ այդ խոստումները իրականացնելու համար նրանք ոչ այդքան կառավարման փորձ ունեն, ոչ անվտանգային համակարգեր ստեղծելու փորձ ունեն, ոչ էլ առանձին վերցրած կամ այս ամեն ինչի հետ, հա, միասնական, այս ամեն ինչի հետ մասնավոր տիրույթում գործնեություն ծավալելու փորձ ունեն։ Նկատի ունի, որ ինքը այս առումով անփոխարինելի է, հենց այդպես էլ ասում է, որ ոչ ոք կառավարման այդ փորձառությունը չունի, ինչպես ինքը, որին առաջի հայացքից դժվար է չհամաձայնվել, բայց հենց այստեղ է թաքնված մեր ազգի ամենամեծ ողբերգությունը կամ ողբերգություններից մեկը։ Ես մի առիթով մեծ աղմուկ հանած հատկապես հայելի կետեյեմի եւ այդ պրոքոչարյանական կամ ռուսամետ ազգայնականների տիրույթում մեծ անուն հանած աղմուկ հանած մի արտահայտություն է արել Լաչինի եւ Աղավնոյի հետ կապված, որտեղ ասում էին, որ պիտի փակվի, որպեսզի էլ Քոչարյաններ չգան Հայաստան, վիժեցնելով Հայաստանում քաղաքական կադրերի պատրաստման ինստիտուտը։ Հա։ Հիմա դրան ոչ թե դրան, այլ Քոչարյանի խոսքը լսելից էլի դա հիշեցի։ Ուրեմն տեսեք, պարոն Քոչարյան, թե կուզեք պարոն նախագահ, երբ որ մի կին, տեսել եք ապոկալիպտիկ կինոներ տեսած կլինեք, որ ինչ որ ինֆեկցիա է եղել ու բոլորը, ասենք, անպտղություն է, վարակվել են եւ կանայք այլևս երեխա չեն ունենում, օրինակ։ Ու պատկերացրեք այդպիսի պայմաններում մի կին գլուխ է գովում, այլ որ միայն ինքնա որ ունի որդեծնման ֆունկցիա, ռեպրոդուկտիվ ֆունկցիայով օժտված է, կամ միայն մի տղամարդ է օժտված ռեպրոդուկտիվ ֆունկցիայով, մնացածը անպտուղ են, այսպես ասած։ Այդ մնացածի մեջ մտնում է նաև ձեր տղան, որը նույնպես քաղաքականության մեջ է։ Կներեք այս հիշատակման համար։ Այսինքն դուք այդ ինչ տեսակ երկիր եք սարքել, այդ ինչպես եք ցամաքացրել, անապատացրել հայ քաղաքական դաշտը, 10 տարի դուք եք իշխել, 10 տարի Սերժ Սարգսյանը, 8 տարի Նիկոլ Փաշինյանը եւ 5, չէ, կներեք 98-ից հանած 7 տարի էլ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսքանը եք եղել։ Դուք ինչպես եք, ինչ կարգի ցամաքացնեք, չորացնեք հայ քաղաքական դաշտը եւ ինչպիսի պետական ապարատ ստեղծեք, ինչպես կարելի է, որ այդ երկրում այլևս քաղաքական գործիչներ, այսպես ասած, չարտադրվեն, չստեղծվեն, չձևավորվեն։ Եվ միթե սա բարձենալու առիթ է,
թե սա գետինը մտնելու առիթ է։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայաստանյան կադրային բազան թողած, այսինքն Հայաստանի Հանրապետության, Արցախից բերեց Հայաստանի ղեկավար, դա արդեն իսկ քանդում էր հնարավոր սերնդափոխությունը, այսինքն Հայաստանում մարդ չկար, հիմա մի երկու բառով Լևոն Տեր-Պետրոսյանին անդրադառնամ, Հայաստանում մարդ չկար, ղեկավար չկար, անհնար էր ու Արցախից պլանային ձևով, վարչահրամայական ձևով Արցախից բերվեց Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Միգուցե դա այդ օրը կամ դրա առաջի տարին ահագին բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, բայց դուք հասկանում եք, որ դրանով երկարաժամկետ կտրվածքով, տասնամյակների կտրվածքով մենք հասնելու էինք 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Եթե այդ պատերազմը չլիներ, ուրիշ արհավիրք կլիներ։ Ցանկացած երկիր այնպիսի կառուցակարգեր է հիմնում, որը հնարավորություն է տալու ինստիտուցիոնալ ձևով ձևավորվեն ինքնագլուխ, խելացի, պատրաստի կադրեր։ Հայաստանում այդ համակարգը գոյություն չունի։ Ինչ էլ անկախության տարիների սկզբից ձևավորվել էր, դա էլ գլխատեցին գնացին։ Մի քիչ ավելի այսպես հուզական դիտարկում անեմ, պարոն Քոչարյան, դուք այդ նույն արտահայտությունը կարող եք անել հոկտեմբերի 27-ից առաջ, 99 թվականի։ Այդ 99 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ դուք կարող եք կանգնել եւ ասել, որ ոչ ոք չունի կառավարման, անվտանգային համակարգեր կազմակերպման եւ այլն այն փորձն ու կարողությունը, ապացուցված կարողությունը, որ դուք ունեք։ Ոչ չէիք կարող ասել։ Հոկտեմբերի 27-ից առաջ դուք միակը չէիք այդ հարցում, ձեր կենսագրականով, քաղաքական դաշտում հայտ ներկայացրածների մեջ։ Բայց երբ որ հոկտեմբերի 27-ով պահեստայինների նստարանը, այսպես ասած, հայ առաջնորդների, լիդերների, պահեստայինների նստարանը գնդակահարվում էր, կամ միգուցե նրանք պահեստային էլ չէին։ Համենայնիվս գնդակահարվում էր, որ նույնիսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ ինքը հաջորդը լինի, հանկարծ էլ այդպես բան չմտածի։ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ Քոչարյանին բերում էր, Հայաստանում չկային կադրեր։ Ես չգիտեմ որքանով է այս իրականությանը համապատասխանում, բայց այսպիսի մի բան գիտեմ, այսպիսի մի բան եմ լսել, որ սկզբից ՀՀՇ-ում, եթե չեմ սխալվում, այսպիսի որոշում ա եղել, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս, այդ թվում Լեռնային Ղարաբաղից, ոչ մի լիդեր Հայաստան չպետք է դառնա առաջատար։ Այսինքն միայն պետք է ներսում ձևավորվեն լիդերները։ Պատճառը եղել այն, որ դրսից եկածները, դրսի շահերը կսպասարկեն, իսկ Լեռնային Ղարաբաղից եկածները ռեգիոնալ շահերը կկարևորեն համազգային եւ համապետական շահերից։ Այսինքն եթե ղեկավարները եկան Ղարաբաղից, նրանք բացառապես Արցախի շահերն են առաջ տանելու, ընդհուպ միջև փուռը տալով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն ու անկախությունը, ինքնիշխանությունը։ Եթե չեմ սխալվում, այսպիսի բան ա եղել։ Ну տես այդքան Լևոն Զուրաբյանի հետ հանդիպել եմ, բայց այս հարցը չեմ քննարկել։ Պիտի այս հարցը մի հատ ճշտեմ, բայց ժամանակին այդպիսի բան եմ լսել։ Եթե նույնիսկ սա այսպես չի, սրանում լուրջ տրամաբանություն կա։ Շատ լուրջ տրամաբանություն կա։ Այն միտքը, որ ղեկավարը, նախագահը օրինակ, առաջի համարը կամ հիմա վարչապետի տեխնացուի մասին է այդ խոսքը գնում։ Պետքա տարիներ շարունակ ապրած լինի այդ երկրում, որտեղ ինքը նախագահ է դառնում, դա զուտ Հայաստանին չի վերաբերում, դա վերաբերում է աշխարհի շատ ու շատ լրջագույն երկրների։ Երկրներ կան, որ պարտադիր է, որ նաև այդտեղ ծնված լինի, ոչ միայն այդ երկրում ինքը ապրել, այդտեղ պիտի ծնված լինի։ Նույնիսկ եթե չեմ սխալվում, կներեք էլի, ես այնքան ինֆորմացիա կա գլխիս մեջ, որ հիմա որ թվին որն եմ կարդացել, չեմ կարա տենց վստահ ասեմ այս ինչ տեղն է դա գրած, բայց եթե չեմ սխալվում, Հունաստանի դեպքում էր, որ
ոչ միայն նախագահապետի ծնված լինի, կարծեմ նրա հայրն էլ պետք է Հունաստանում ծնված լիներ, եթե չեմ սխալվում Հունաստանն էր։ Այսինքն կա այդպիսի դրույթ, որ նույնիսկ ոչ միայն առաջի համարը, ով թեկնածություն է ներկայացնում, գործադիրի առաջի համարի մասին եմ ասում, նույնիսկ նրա հայրը պետք է այդ երկրից լինի, որ ինքը կարողանա թեկնածություն դնի։ Այսինքն մարդը պետքա ցույց տա, որ ինքը իր անցյալը եւ իր ապագան կապում է այդ երկրի հետ։ Քոչարյանի դեպքում, եթե չեմ սխալվում, Աստված պահի, իր թոռները Ամերիկա են ծնվել, կամ գոնե մի թոռը։ Դե հասկանում ենք, սա պատահականություն չի, գիտենք ստրատակ ինչ կա։ Չի կարա մարդը, ում թոռը ծնվում է Ամերիկայում, Հայաստանում առաջնորդի հայտ ներկայացնի։ Վերջ, չի կարա տենց բան լինի։ Ուրեմն այդ մարդը իր տունը չի պատկերացնում Հայաստանում եւ վերջ։ Այդպիսի մարդը չի կարա առաջնորդի Հայաստանը, չի կարա թեկնածություն ներկայացնի նույնիսկ։ Սա քաղաքական եւ իրավական գրագիտության տեսանկյունից։ Ինչու եմ այսպես ասում, որտեղ այս վերջերս Սամվել Կարապետյանի հետ կապված էլ այդպիսի մի հարցազրույցներ էին, կարճ տարբեր իրավաբաններ ներկայացնում էին, որ կարելի է 148-րդ հոդվածը, եթե չեմ սխալվում, մեր սահմանադրության փոխել, եւ ասենք Սամվել Կարապետյանը կարա լինի Հայաստանում վարչապետ։ Ինչ ա եղել, հոդվածի հարց է, էլի, մի երկու բառ կփոխենք, սա է իմ վերաբերմունքը մեր իրավաբաններին, որ մի քիչ թերահավատ է, այդքան էլ ես իրանց լուրջ չեմ վերաբերվում, երբ որ խոսքը վերաբերվում է սահմանադրական իրավունքին։ Հենց sense բաների համար է, որ նրանք խոսում են, բայց էության մեջ չեն հասկանում ինչի մասին է խոսք գնում։ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի կարա Հայաստանում նույնիսկ թեկնածություն ներկայացնի։ Եթե քո արմատը, քո տարիների տառապանքը այս հողի վրա չի անցել, ինչքան էլ ուզում ես եղի բարերար, ով է քեզ արգելում բարերար լինել։ Ինչքան էլ ուզում ես եղի լավ բիզնեսմեն, ով է քեզ արգելում։ Բայց եթե օրինակ գինեկոլոգը, որ 1000 երեխա է օգնել ծնվեն աշխարհ, կեսարյան հատում արե, կյանք իրապարկե, չի կարա նույնիսկ մեկի երեխային ասի լավ, դու երկվորյակ ունեցար, այս մեկը տուրընձի, այն մեկը քեզ հերիքա։ Չի կարա, ինչքան էլ դու լավ բաներ ես արել, դու լավ բաներ արել ես քո ոլորտի տրամաբանության մեջ։ Բիզնես կլինի, սոցիալական ինստիտուտների բարերարության հետ կապված կլինի, քաղաքական եւ պետական ինստիտուտներ մտար, այլ կանոններ են եւ այլ տրամաբանություն է, որտեղ պահանջում է քեզ ապրես, ստեղծագործես, հաղթես ու պարտվես, ընկնես ու ոտքի կանգնես այս հողի վրա։ Միայն այդ դեպքում դու այս հողը եւ այս հողի վրա ապրող ժողովրդին առաջնորդելու հայտ կարող ես ներկայացնել։ Անկախ նրանից սահմանադրության մեջ ինչա գրած։ Սա է փիլիսոփայությունը, ովքեր ինձ ծանոթ են գիտեն, որ ասում են, որ սահմանադրությունը սկսում է քաղաքական փիլիսոփայությունից եւ փիլիսոփայությունից ընդհանրապես։ Նախ պետք է փիլիսոփայությունը հասկանաս, հետո փիլիսոփայությունից հանես սահմանադրական դրույթներ, հետո այդ դրույթների վրա օրենքներ գրես, որ երկրում հարաբերություններ կարգավորեն։ Ահա այս ամենակարևոր կետը, որ նաև Սամվել Կարապետյանի վրա է տարածվում։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, հայ եք, հայաստանցի եք, բարերար եք, հարց չկա։ Չշշկռեք հանգարց բարերարությունը պետություն առաջնորդելու հետ, քաղաքականությունը, որ እስկի չեք էլ հասկանում, ի սկզբանե էլ հայտարարել եք, որ դուք քաղաքական չեք, դուք քաղաքականը լուրջ չի բան վարկաբեկված, ասենք, այս աստիճանից թերի միջնակարգ։ Հիմա եկել եք ուզում եք բարձրագույն մաթեմատիկայում դրսևորվել։ Չի կարա տենց բան լինի, ինչ էլ գրած լինի սահմանադրության մեջ։ Երկրի առաջնորդությունը երկրում ապրելով, առաջնորդության հայտը հələ առաջնորդությունը չէ։ Երկրում ապրելով, ծնվելով, մեծանալով, երկրի ցավերով տառապելով, երկրի հոգսը հոգալով, գիշերը երկրի խնդիրների պատճառով քունը չտանելով, այսպես է լինում։ Հիմա դառնամ Քոչարյանի խոսքին։ Ահա սա է նաև բերում նրան, որ համակարգեր չկան Հայաստանի Հանրապետությունում ու այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես գիտեք իմ կողմից բազմիցս հարգալից ներկայացված, շեշտված, Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին բերեց
դրանով վիժեցնելով Հայաստանում քաղաքական սերնդափոխության հնարավորությունը, իսկ ինչը որ չվիժեց հոկտեմբերի 27-ին հետագայում Վանո Սիրադեղյանի արտաքսումով կամ հետապնդումով այսպես շրջանը այսպես փակեցին, հիմա էլի նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, Սամվել Կարապետյանի, միայն Սամվել Կարապետյանը կարա հավախմբի, Նիկոլի դեմ հանի, որ ինչ լինի, որ մի 30 տարի էլ էս երկրի քաղաքական եւ պետական արգանդը չորանա։ Հա? Պարոն Տեր-Պետրոսյան, պարոն նախագահ, մի անգամ դուք դա արել եք։ Հիմա երկրորդ անգամ եք խորհուրդ տալիս, այս երկրում իսան չկա, այս երկրում քաղաքական գործիչներ չկան, այս երկրում քաղաքական սերնդափոխության հումք, նյութ չկա, ու պիտի ասենք Ռուսաստաններից գա հաջողակ բիզնեսմենը, որ Հայաստանում տերը լինի, Էսենց ենք մենք անկախ պետություն կառուցել կամ շարունակում կառուցել, այս տրամաբանությամբ, սա լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է, պարոն նախագահ, սա հակապետական խնդիր է, թեկուզ առաջիկա 5 տարին միգուցե դրսից եկած ղեկավարը իրոք մեծ փոփոխություններ բերի ու շատ կարևոր փոփոխություններ, բայց ում է պետք այդ փոփոխությունները, եթե այդ երկիրը այդպես էլ չի դառնում ռեպրոդուկտիվ պետական եւ քաղաքական գործիչների առումով։ Ընդհանրապես ինստիտուտ, երբ որ ասում ենք, դա համակարգ է, բայց ամեն համակարգ չի, որ ինստիտուտ է։ Երեք այսօր հիմնադրված համակարգերը դրանք դեռ ինստիտուտներ չեն։ Մի անձի շուրջ կառուցված համակարգը դա ինստիտուտ չի։ Ինստիտուտ է դառնում համակարգը, երբ որ սերնդափոխություններ է ապրում, երբ որ ցույց է տալի, որ անձերից անկախ ինքը շարունակում է գործել, ինքը ունակ է կադրային ռեպրոդուկցիայի, կադրային վերարտադրողականության։ Այդ դա է ինստիտուտը։ Իսկ պետությունը մետա ինստիտուտ է, ինստիտուտների ինստիտուտն է, ինստիտուտներ ստեղծող ինստիտուտ է, պետությունը։ Բայց եթե այդ պետությունը չի կարող կադրային վերարտադրության գնա, անպտուղ է, դա ինչ ինստիտուտ։ Դա ինչ ինստիտուտ։ Ինչքան պետք է դրսից բերենք։ Այստեղ այն հարցը չի, որ Ղարաբաղը, Արցախը կամ ոնց կուզեք ընդունեք։ Ղարաբաղ ասողները հաղթեցին, Արցախ ասողները հանձնեցին։ Դրա համար ես Ղարաբաղ եմ նախընտրում ասել, քան Արցախ։ Ղարաբաղ ասողները հաղթեցին։ Արցախ ասողները ձևի հետևից ընկած էլի արդեն, եւ որ բովանդակությունը փդել էր։ Ձևի հետևից ընկած Արցախը տուրը տվեցին։ Հիմա նայեք։ Այնպես չի, որ Արցախում ծնվածը հա մի անգամից ասեմ ես Ջավախքում եմ ծնվել, ես Ախալքալաքում եմ ծնվել, այդպես է ստացվել։ Ճիշտ է, վեդեցի եմ, հայաստանցի եմ, բայց ես Ջավախքում եմ ծնվել։ Ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը կարաք ինձ էլ վերագրեք, էլի։ Այնպես չի, որ Ղարաբաղը, Արցախը օտար էր, այնտեղ ծնվածը Հայաստանում չի կարա։ Դա դրա մասին չի։ Դա դրա մասին չի։ Արցախն ուներ իր խնդիրները, ուներ քաղաքական կողմ լինելու, բանակցային կողմ լինելու իր առաջնահերթությունը։ Եվ այնտեղ պիտի կադրային իրենց ուրեմն սերնդափոխությունը կամ կադրային հագեցվածությունը ապահովվեր, Հայաստանի Հանրապետությունում պետք է հիմնադրվեր պետական եւ քաղաքական կադրերի վերարտադրության իրենց համակարգը, բայց մերոնք ինչ արեցին։ Ամեն ղեկավար եկավ ու սկսեց ինքը իրան վերարտադրել։ Ինքը իրեն, ոչ թե պետության եւ քաղաքական դաշտի առողջությունը տեղը պահել։ Ահա այս կետին է ես պես մանրամասն ուզում անդրադառնալ, որ պարոն Քոչարյան, դա դատավճիռ է, դա դիագնոզաշատված, երբ որ փաստացի ձեզանից բացի, այո, այդ կենսագրականը եւ այդ փորձառությունը եւ այդքան արդյունավետ այդ ամեն ինչը ցույց տված, այո, այսօրվա դաշտում տեխնացուներ չկան։ Ճիշտ եք ասում։ Բայց այդ լավա միգուցե հենց էտա որ, հենց էտա ու վերջ մեր խնդրեմը։ Միգուցե տեղ ենք խափնվել։ Միգուցե դա ոչ թե պարծանքով ասելու ներկայացնելու հարց է, այլ
լռելու եւ երկար մտածելու հենց այդ դրույթի հարցի շուրջ, լռելու եւ երկար մտածելու հարցը։ Ինչի է այտենց։ Այսինքն մենք դատապարտվող ոչնչացող տեսակ ենք, հա։ Դուք եք ձեզանից հետո երկիրը վարի է գնալու, վերջ, 60 քանի տարեկան եք համոզված եմ, վերջ, նույնը Նիկոլի պաշտամունքի հետևորդներն են, բայց եթե ոչ նա ապահով, ժողովուրդ հենց այդ հարցը հնչում է, եթե ոչ նա ապահով, արդեն նա ում մասին ասում եք, եթե ոչ նա ապահով, արդեն նա չարիք է, արդեն նա չի ձևավորել մի այնպիսի համակարգ, որտեղ արտադրվում են, ստեղծվում են կադրեր։ Օրինակ եմ վերել, հիմա էլ ասեմ, Միացյալ Նահանգներում, որ այսօր նախագահը չլինի, եթե այլ պաշտոնյաներին չդիտարկեն, 50 նահանգապետ պատրաստ են ցույց տալ, առաջ գալ, որպես նախագահի թեկնածու, որովհետև մի ամբողջ նահանգ են կառավարել։ Սա ինստիտուտ է կադրերի պատրաստման։ Այսինքն այդ հարցը չի կարա լինի, եթե Թրամփը չլինի կամ Բայդենը չլինի ով։ Ճիշտ է, իրենք էլ այսպես ասած բիձուկներին են դրել պաշտոնի ջահելների դեմը փագելով, դա էլ իրենց համակարգի արատավորությունն է, բայց իրենց համակարգը աշխատում է։ Իրենց համակարգը այնուամենայնիվ աշխատում է։ Ասեմ մի բան մտքովս անցավ, ելիք վերադառնամ այդ 50 նահանգներին եւ մեր Հայաստանի մարզերին։ Եթե մոռանամ, խնդրում եմ, հա, Քոչարյանը 70-ն անց է, հա։ Ինչ որ է, միտքս հասկացաք։ Ուրեմն Կարեն Կարապետյան, վարչապետ, Երևանի քաղաքապետ, նախկին վարչապետ։ Կարեն Կարապետյանը մյուս կադրն է, որը Ռուսաստանի կողմից այսպես փայփայվում է, պահվում է հաջորդ ալիքի համար։ Այսինքն երբեք Ռուսաստանը չի քնելու, նա միշտ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեխնացուներ է բերելու, ֆինանսավորելու է, շարժումներ է գեներացնելու։ Նույնը երբեք չի քնելու Եվրոպան, Ամերիկան, Թուրքիան, Ադրբեջանը, նույնիսկ գուցե Իրանը, չգիտեմ։ Ոչ մի լուրջ պետություն, հատկապես մեր հարևանությամբ կամ աշխարհաքաղաքական նշանակության, կարևորության, ոչ մի լուրջ պետություն չի դադարեցնելու մեր տարածքի վրա աշխատել։ Երեք Դանիել Յոհաննիսյանը, ես վերջերս իրան շատ եմ հիշում, բանը, ասում է, այդ դիտորդական կազմակերպությունը որտեղից են ֆինանսավորում։ Ասում են Դանիել Յոհաննիսյանը 80,000 թիվը ասեի, բրտե Ռուսաստանից պիտի մարդիկ են, 80,000 հոգի Ռուսաստանում աշխատում են այստեղի ուժերի, ռուսամետ ուժերի համար, պարզվել է քննչական կոմիտեում 20 դեպքի մասին բան կա, տվյալ կա, հա, ու փոխանակ պատասխանի այդ 20-80,000 դիսոնանսը։ Ասում է, իսկ որտեղից է ֆինանսավորում այդ կազմակերպությունը։ Ենթադրենք դժոխքից է ֆինանսավորում։ Պարոն Յոհաննիսյան, դուք եք ասեք 80,000, 20,000 դիսոնանսը կա թե չկա։ Ինչ կապ ունի որտեղից է ֆինանսավորում այդ հարցում, ընդհանրապես կապ ունի։ Եվ երկրորդ, դուք որ արևմուտքից եք ակնհայտորեն ֆինանսավորում, ասենք եթե նրանք ձեր օֆիսներից չեն ֆինանսավորում, ուրեմն փիստեն, քխնեն, կամ եթե նրանք փիստեն, քխեն, ուրեմն դուք լավն եք, որ Եվրոպայից եք ֆինանսավորվում։ Անկախ պետության մեջ արտաքին ֆինանսավորման վրա ներքաղաքական օրակարգ ձևավորել եւ ներքաղաքական պայքար տանել, այսպես թե այնպես երկրի համար չարիք է։ Դա ներքին անվտանգության, նաեւ արտաքին անվտանգության հարց է եւ սպառնալիք, որը պետք է արմատախիլ անել այսպես թե այնպես։ Ու այդ հարցը էլի որտեղից են ֆինանսավորում։ Ենթադրում եմ իրենց օֆիսից այսպես չակերտավոր շպիոնական օֆիսից չի ֆինանսավորում, Դանիել Յոհաննիսյանը խառնվել է իրար։ Այս ովքեր են ստե դիտորդ, որ մեր այսպես չակերտավոր ասած շպիոնական օֆիսից չեն, ուրիշ օֆիսներից են։ Բայց դուք որ օֆիսից եք։ Որ օֆիսը մա դժոխքից են ենթադրենք։ Դուք ուրիշ բանի պատասխանեք։ Հա, թե Դանիել Յոհաննիսյանն էլ Հայաստանում քաղաքական համակարգի թափանցիկության ու էլի շատ լավ բաների համար պայքարել է ու քայլ արել։ Բայց այդ ամբողջ քայլերի մեջ կա նաև դրա ստվերային նեգատիվ սև կողմը, իմ կարծիքով, նույնիսկ կեղտոտ կողմը,
Բայց թողենք սա մի կողմ, այսօր Քոչարյանի մասին ենք խոսում եւ այն դրույթի մասին, որ երկիրը պետք է ունենա համակարգ կադրերի պատրաստման։ Հիմա պատկերացրեք Հայաստանում մարզպետներ նշանակովի են։ Այսինքն ամեն ղեկավար իր մարզպետներին է նշանակում։ Ամբողջ քաղաքական համակարգը այնպես է կառուցված, որ նույնիսկ մի գյուղապետ, քաղաքապետ չեն թողել ընտրվի օրինակ ընդդիմությունից։ Ամբողջ քաղաքական դաշտը ամայացրել են։ Վերցնենք Նիկոլ Փաշինյան։ Ինչ Նիկոլ Փաշինյանը այսօր անում է հետապնդում, Աջապահյանին ձերբակալել, համանման Սերժ Սարգսյանի օրոք ա եղել, Շանթին ձերբակալել, օրինակ, մի օրինակներով անցան։ Համանման եղել է Քոչարյանի օրոք։ Ում ասեմ։ Վանոյին հետապնդել որպես հիմնական մրցակից, երբ որ արդեն հոկտեմբերի 27-ի ոճիրը իրականացված էր։ Հայ դեպ այդ ոճիրը բացահայտելու պատասխանատվությունն էլ դեռ մնում է, պարոն Քոչարյան։ Եթե նույնիսկ մարտի 1-ի հետ կապված կարանք Նիկոլին մեղադրենք, հոկտեմբերի 27-ի լուրջ պատասխանատուն, այսպես ասած, դուք եք։ Եվ այդ հարցը հələ բաց է մնացել։ Ու երբ որ այդ հարցը բացվի, հարց է, այդտեղ արդեն ձեր այդ առաքինություններն ու արժանինքները այդքանից հետո կշարունակվեն պահպանվել, թե հանկարծ կպարզվի, որ մեծ ֆասադային բանը, թվացյալ պատկեր է ձևավորված։ Բայց դա մի կողմ թողնենք։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ ՀՀՇ-ով բան էլի ոչինչ կար, բայց 96 թվականին ողնաշարը կոդրեցին ժողովրդի, թույլ չտալով քաղաքական բազմազանություն եւ հնարավոր իշխանափոխություն։ Այսպես որ գալիս ենք, ժողովուրդ, կոպիտ եմ ասում, 1000 ներողություն։ Դուք իշխանավորներ, ամեն մեկը իշխանության գալուց հետո, եթե հեռացնում եք այս ժողովրդի քաղաքական եւ պետական կադրեր ստեղծելու, ծնելու արգանդը, հեռացնում եք։ Ինչ պետք է լինի հետո այս երկրի վիճակը։ Ձեզանից հետո թեկուզ ջրհեղեղ, դուք միշտ դա արել եք, բոլորդ անխտիր։ Մեկը մյուսից լավը չի այդ հարցում։ Մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, հատկապես այս վերջին քաղաքական իրադարձությունների մեր ներգրավվածության հետ կապված, այս քաղաքականության մեջ ահռելի ստրես կա ժողովուրդ։ Ահռելի ստրես, աննկարագրելի ստրես։ Մի օր ժամանակ կգտնեմ կպատմեմ, թե դա ինչ ստրես է։ Ինձ դա մի քիչ նմանացնում է ձեռնարկատիրական անորոշության ստրեսի, ստրեսն է հիշեցնում, ինչի մասին է խոսքը, սովորաբար ասում են մի հոգի, 10 հոգու համախմբում է, մի հատ բիզնես է դնում, 10 հոգի աշխատում են, ամեն մեկը 150,000, լավ 200,000 աշխատավարձ են ստանում կամ 100,000 աշխատավարձ են ստանում, բայց այդ մի հոգին, որ այդ 10 հոգում կազմակերպել է, ստանում է ենթադրենք 5 միլիոն դրամ։ Ուստեղ մարդիկ տեսնում են անարդարության դրսևորում, ասում են ինչի է նրանք 100,000, 200,000 ստանում, իսկ դու 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն ես ստանում։ Անարդարություն կա, հասկացանք բիզնեսմեն ես։ 1 միլիոն դու ստացի, այն մնացած չգիտեմ, մի քանի միլիոնը բաժանի այդ մարդկանց, բայց դու նրանք այդ նորմալ աշխատավարձ ստանան։ Սա է սոցիալիստական, ձախական հիմնական պատկերացում մոտեցում է։ Եվ սրա դեմ կա պատասխան, որ ձեռնարկատերը նա ոչ միայն ինչ որ աշխատաժամ է ծախսում, հավաքում է ժողովրդին, ոչ միայն կազմակերպչի ֆունկցիա է իրականացնում։ Նույնիսկ կարող է այդ ձեռնարկատերը կազմակերպիչ չլինի, մի հոգի էլ վարձի, որ այդ կազմակերպի այդ ամեն ինչը, չէ՞։ Այդ 10-ից մեկին նշանակի կազմակերպիչ։ Ինքը գնա իրաց տունը նստի սենց։ Այստեղ պատասխանը այն է, տնտեսագետները ավելի լավ եւ ավելի բովանդակային ու խորը կներկայացնեն, բայց իմ մակերեսային պատկերացումներով էլի, որ կա անորոշության ռիսկ եւ ստրես ձեռնարկատիրոջ վրա, ով փող է դրել բիզնեսի մեջ։ Եթե մի բան պրավալ գնաց, պատերազմ, կատակլիզմ, շուկայական ցնցումներ կամ ուղղակի կոնկուրենցիայի մեջ, ինքը կարա կորցնի ամեն ինչ։ Ինքը կարա ոչինչ էլ ձեռք չբերի։ Այդ աշխատողները վաղը կմնան գործազուրկ, կգնան ուրիշ տեղ աշխատանք կճարեն, այդ թվում մենեջերները։ Այստեղ կկորցնեն աշխատանքը, այն մյուս տեղ կգնան աշխատանք կճարեն։ Բայց այս բիզնեսմենը, որ կորցրեց այս ամեն ինչը, այնտեղ գտնելու բան չունի, ու որտե գնա, ումից ինչ ուզի։ Սա մեկ։ Եվ երկրորդ այդ կոնկուրենցիան մրցակիցների հետ դա անվերջ ստրես է։
Մշտական, չի կարա գնա քնի։ 6 ամիս քնեց կարող է հետ մնա կոնկուրենցիայից։ Մի տարի քնած ընդհանրապես կարող է փակվի իր բիզնեսը։ Այսինքն թեև նա տունն է կամ չգիտեմ պլյաժում է, չգիտեմ որտեղ է, նա անորոշության մեծ ստրեսի տակ է։ Ու նա անընդհատ այդ անորոշության ստրեսը մարսելով, ծամելով, կուլ տալով, անընդհատ պահում է իր բիզնեսը։ Քաղաքականության մեջ ես զգացի այդ ստրեսը, անորոշության։ Ու դու հասկանում ես, որ դրան վերջ չկա։ Երբ որ իրոք էլի տրամադրվում ես այլևս երկար խաղալու, երկար գնալու, ոչ թե տենց ֆլեշ մոբի նման մի հատ խլապուշկա անես այս ընտրություններին, հետո գնաս ցրվենք տներով։ Դու հասկանում ես, որ լսի դա անverջ անորոշության ստրեսի տակ մտնել է։ Ու շատ մեծ մասշտաբների։ Որտեղ հիմնականում լինելու են խնդիրներ, մրցակիցներ, սպառնալիքներ, պրոբլեմներ։ Այստեղ մրցակիցները միլիարդերներ են, ԱԱՑ-ին հրաման տվող մարդիկ են։ Այսպիսի մրցակիցներ են։ Դե տղա եմ ասեմ մտից խաղի մեջ ստեղ։ Ու այս ստրեսը ստիպում է, որ շատ երիտասարդներ տաղանդավոր, խոստումնալից ապագայով, բարոյական, ինչ են անում, չեն դիմանում այս ստրեսին։ Այս ստրեսի տակ չեն ուզում մտնեն, գնում մտնում են կամ միլիարդատիրոջ, կամ KGB-ին, ԱԱՑ-ին հրամաններ արձակող, ուրեմն գործող ղեկավարության շուքի տակ, թիմի մեջ։ Իրենք առանձին թիմով չեն գնում, այլ թիմերի չեն միանում, այլ գնում միանում են ամենաապահով, որտեղ այդ ստրեսը չկա, որտեղ իրանք աշխատողի պես մի բան են։ Ասենք Սամվել Կարապետյանը, ինչի եմ իրանց ասում, դե դաշտում իրենք են, եւ ես ուզում եմ ժողովրդի աչքերը բացեմ, մյուսներին էլ կանրադառնամ, հատ կանրադառնամ, ասում եմ ժամանակ ունենամ, բոլորին էլ կանրադառնամ։ Վերջին հաշվով բոլորին դեմ եմ մեր նախաձեռնությունը, բանը պահանջում է, որ բոլորին անդրադառնաս եւ ասես ինչու ես դեմ, ինչու ես դեմ։ Թեև այստեղ ես իմ կարծիքն եմ ներկայացնում եւ ես իմ հիմքերն եմ ասում, թե ինչու եւ ինչում եմ դեմ։ Ահա մարդիկ չեն ուզում ստրեսի տակ մտնեն։ Նույնիսկ բոլորին դեմը 100 օրվա ինքնալուծարվող ծրագիր։ Իսկ արդյոք սա իմ ընկերները, որոնք այս նախաձեռնությունը հիմնել են, իսկ արդյոք սա այդ 100 օրվա ծրագիր այդ անորոշության ստրեսից պաշտպանություն չէր։ Ինչի 100 օր։ Ինչի ոչ 100 տարի։ Արդյոք այդ անորոշության ստրեսը չի խեղդում մարդուն, որ ասում է լսի սպաս, ես չեմ կարող ասեմ 100 տարի, ես չեմ կարող ասեմ 10 տարի, ես գիտեմ 100 օր հաստատ թեմայի մեջ եմ, 100 օր հաստատ անելու եմ SSS բաները, բայց ավելի երկար ես չգիտեմ, ու քանի որ ազնիվ է ինքը իր հետ, ազնիվ է, ու քանի որ նախ ինքնասիրություն ունի, հարազար ներողություն, այլոց ես անինքնասիրության մեջ չեմ մեղադրում, բայց դուք նույն մակարդակի քաղաքական գործիք չեք, ով միայնակ է գնում եւ ով գնում է օլիգարխների եւ գործող իշխանությունների թրի տակով անցնում, նրանք նույն մակարդակի քաղաքական գործիչներ չեն։ Միգուցե նրանք արտակարգ տղաներ են կյանքում եւ աղջիկներ, բայց նրանք քաղաքականության մեջ նույն արժանապատվությունը չունեն, այսպես ասեմ։ Չասեք այդ բանը։ Եթե լինեն հավասարը հավասարի մրցակցություն, ես ընդունում եմ, մրցակցություն որն է, համագործակցություն։ Ես կհասկանամ, բայց գնալ տաքուկ ապահով միլիարդներով պաշտպանված թիմերում տեղավորվել, տղեկ, ձեր ցավը տանեմ, բայց քաղաքականության մեջ դուք ես իմ պետությանը ձեր պես ղեկավար չեմ ուզում, որտեղ պետության ղեկավարը վաղը պետք է իմ պետության շահերը ներկայացնի, ոչ թե տեղավորվի սրա ու նրա հովանոցի տակ։ Իմ երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի, որ վաղը իրան այնպիսի շանտաժ են անելու իր անձնական խնդիրների հետ կապված, ու ինքը այդ ստրեսի տակ պետք է մտնի, ինքը տարիներով պետք է աշխատի այդ ստրեսի տակ։
Արդյունքում դա է պատճառը, որ ասենք Փաշինյանը հիմա արդեն adekvatությունը կորցրել է, թեև ի սկզբանե մի բան չէր, բայց լրիվ adekvatությունը կորցրել է։ Այդ ստրեսին հեշտ չի դիմանալ։ Եվ ահա, երբ որ խոսում ենք ինստիտուտների մասին, ինստիտուտներ են պետք, որ այդ ստրեսին դիմացող կադրեր գտնեն այս մեր 3 միլիոնի մեջ։ Դա շատ քիչ են, շատ քիչ են մարդիկ, ովքեր կարող են այդ քաղաքական անորոշության ստրեսին դիմանան եւ տարիներով խաղան առանց սրա նրա հաճախորդը, առանց սրա նրա տասովշիկը դառնալու կներեք այս բառի համար։ Շատ դժվար է դա, անհնար է գրեթե։ Դրա համար պետք է համակարգ ստեղծես, որը 3 միլիոնի միջից, այդ 3 միլիոնի միջից եթե չգիտեմ 5000 հոգին քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտ են ներկայացել, այդ 5000-ից 5 հոգու պետք է գտնի։ 3 հոգու պետք է գտնի գոնե, հա։ Դուք պատկերացնեք ինչ համակարգ պետք է կառուցես, որ 5000 հայտ ներկայացրած երիտասարդից, ահելից, ջահելից հավաքի 3 հոգու սելեկցիա անի, ասի, ահա այս 3-ը կարող են առաջնորդել երկիրը առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Այնտեղ հետևից էլ նոր եռյակ կամ հնգյակ է պատրաստվում։ Այս ստրեսին դիմացողներին գտնել հանրության մեջ սարսափելի բարդ է, որ համ այս ստրեսին դիմանա, համ սկզբունքային լինի, համ բարոյական լինի, համ հանրային շահը, հանրային բարիքը գնահատող լինի, համ այսպես լիքը բան, գրեթե անհնար ասեմ, գրեթե անհնար ասես մարդկանց գտնել, բայց համակարգերը աշխատելու են այս ուղղությամբ, եւ որ մենք սահմանադրության մեջ սուբսիդիարության սկզբունք եւ ոլորտների ինքնիշխանություն կամ ինստիտուցիոնալ պլյուրալիզմ, ինստիտուցիոնալ բազմազանություն ենք ներմուծում մեր նախագծի մեջ։ Այդ ամեն ինչը սրա մասին է, որը մեր քաղաքական խոսքի եւ մտքի համար դեռ շատ վաղ է քննարկելը, շատ վաղ է։ Եվ ժամանակից առաջ են ընկնում ու դրա համար չեն ներում նրանց։ Սա էլ է, դու գիտես, որ ժամանակից առաջ ես ընկել, ոչ թե աշխարհի ժամանակից, քո երկրի ժամանակից։ Քո երկրի ժամային գոտուց, պոստսովետական ժամային գոտուց դու առաջ ես ընկել։ Ու հասկանում ես, որ քեզ կարան չներեն ու դու պետք է մնաս այդքանով հանդերձ դրա մեջ։ Ահա ինչի մարզպետները, քաղաքապետերը, то նույնիսկ դատավորները առաջինացյանում պիտի ընտրովի լինեն, որովհետև այսպեսներին, այս բացառիկ կադրերին գտնելու համար պիտի դու առաջնային մանդատներով օժտված, այսինքն անմիջապես ժողովրդի կողմից ընտրվող կադրային պաշտոններ պաշտոններ ունենաս, որ այդ կադրերը գան այդ պաշտոններում ռեալիզացվեն, փորձ ձեռք բերեն։ Եթե քո բոլոր պաշտոնները նշանակովի են, նշանակում է ինչ ես ասում երիտասարդին։ Ասում ես հարգելի երիտասարդ, մեր մոտ բոլոր պաշտոնները նշանակովի են, մեր երկիրն այդպեսին է։ Ուրեմն, սկսում ես հիմիկվանից ընտրել այն քամակը, որը պետքա մտնես։ Ու դու կատարելագործի քո քամակ մտնելու զուգահեռ քո տաղանդը դրսևորելու մասնագիտական արդեն ունակությունները։ Եվ մի օր քեզ կնշանակեն, ով որ վերևն է, քեզ կնշանակեն այս պաշտոնին, այն պաշտոնին, այն պաշտոնին։ Արդյունքում ստացվում է ինչ, որ մենք գծնող, շողոքորթող, հպատակության հոգով համակված բանը, բացասական սելեկցիա ենք իրականացնում։ Այս մարդիկ գալիս են առաջ, ինքնագլուխները, ունակները, տաղանդավորները, հանդուգնները, իրական լիդերի հատկանիշներով օժտվածները կամ բանտերում են, կամ չգիտեմ արտագաղթում են, կամ այդպես էլ չեն կայանում կյանքում որպես լիդեր քաղաքական կամ պետական։ Արդյունքում մենք մեր տունը քանդում ենք այս շոպլիկության, իրար գծնելու, շողոքորթելու ինստիտուտները ստեղծելով։ Եվ դրա համար գալիս է մի Քոչարյան, ու նրանից հետո էլ ոչ ոք չի ծնվում իր քաղաքական համակարգում, իր կուսակցության մեջ, որտեղ բոլորը բոլորին շողոքորթելով գալի հասնում են մի հոգի կա, որ չի շողոքորթում, Քոչարյանն է։ Էնելու մա շողոքորթում կամ չի շողոքորթում։ Ավելի վերևում կանգնած արտաքին խոշոր խաղացողներից ինչ որ մեկին։ Նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը այդպես կարելի է հավաքել, նույնը Սերժ Սարգսյանի գիծը այդպես կարելի է հավաքել։ Առանձին վերցրած
Ինքնասեր տղեկ են, փողոց դուրս գան, ախպեր, հարցեր կնստեն, հարցեր կլուծեն, մեռնելուց չեն վախենալ լիքը վտանգավոր սիտուացիաներում։ Այս տեսակ կադրեր են։ Կանայք էլ իրենց հերթին, չգիտեմ, երևի շատ երկրներ Երանի կտային այդպես թագուհիներ ունենային, ոնց որ այս քաղաքական թիմերում կան կանայք գործող, քաղաքական գործիչներ։ Այս տեսակ մարդիկ են, բայց քաղաքական եւ պետական լիդեր լինելու սելեկցիայի, էվոլյուցիայի ճանապարհ այս մարդիկ անցնում են քծնելու, շողոքորթելու եւ ամենակարևորը քաղաքական գործչին համար պարտադիր այդ անորոշության ստրեսը ուտելու, հաղթահարելու այդ կարողությունից զրկված կամ առանց այդ փորձությունը անցնելու։ Իսկ եթե դուք այդ փորձությունը չեք անցնում, դիմացել ես թե չէ։ Հովանու հայտնության մեջ ավետարանում այդպիսի բան կա, չէ, ասում է, ասա ինչ հոգին ասում է եկեղեցիներին ու թղթերում, նամակներում այդպիսի բան կա։ Ասում ով որ դիմանա նրան կտամ ուտելու կյանքի ծառից։ Ով որ դիմանա, մի հատ այդ կարդացեք, ուղղակի դեպրեսիվ տեքստ է իհարկե, նյութ է, բայց մի հատ կարդացեք։ Ոնց է հոգին, ու մեկնաբանում են, որ Հիսուս Քրիստոսն է հայտնված, ոնց է հոգին եկեղեցիներին զուտ այդ էվոլյուցիայի, այդ սելեկցիայի տրամաբանությունը բացատրում։ Գիտեմ, որ տեղը դժվար է, գիտեմ, որ անհնար է, բայց ով որ դիմացավ միջև վերջ, գահը նրանն է, թագը նրանն է։ Ու այն ժամանակ հանրապետություն չէր, չէին պատկերացնում, որ կարա լինի, ասենք, նախագահական 2 ժամկետով 4 տարի, 2 անգամ 4 տարով այդ պաշտոնավարման լիազորությունները կամ մանդատը։ Ով հասավ մեր երկրում այդ արմատապես քանդածա, նու չկա չի էլ ձևավորվեց, սովետ է եղել, որտեղ էսի չի եղել, միջև հիմա էլ սա ձևավորված չի, և հիմա ոնց պետք է դա ձևավորվի, հարգելի ժողովուրդ, կներեք, բայց անձնական նախաձեռնությամբ, մենք, մերպես ժողովուրդը, պիտի իր բան ու գործը թողի ու մտնի սրա տակ, որոշում կայացնի ու մտնի սրա տակ, իմանա, որ հեշտ չի լինելու։ Ասենք, եկեք մեծ շատ անկեղծ հարց տամ, էլի ժողովուրդ։ Դուք ինչ եք կարծում։ Ես չգիտեմ մեր շանսերը այս ընտրություններին ինչքան են։ Հələ մտածեք էլի։ Ես այդ շանսերը չգիտեմ այս քաղաքական դաշտում այս խաղացողների հետ։ Խելամիտ, ողջամիտ շանսերը։ Բայց ես գիտեմ կամ այսօր սկսում ենք կամ ինչ, գնանք նստենք տունը, ինչ, այսօր սկսում ենք ու չենք կանգնելու, իսկ կապ ունի շանսերը, ըտենց ես երկիր ղեկավարելու օր է չէ մի օր, ըտենց ես սերունդ դաստիրակելու օր է չէ մի օր, հա, ֆուտբոլ տեսել եք ոնց են խաղում նորմալ երկրներում նորմալ թիմերը, ասենք 3-ով 0 կրվում են, 5-ով 0 կրվում են, վերջի մի րոպեն է խաղի, ինչ գնում են տներով, ցրվում են, ասում են դե լավ, խաղի վերջին րոպեն, միևնույն է հոգի են տալի, բայց գիտեմ, որ 3-ով 0 կրված են, 5-ով 1 կրված են, հոգի են տալի միջև վերջին վարկյանը, ըտենց երկիր են սարքում այդ մարդիկ, այդ մարդուն նայող երիտասարդը ընդեղ, որ նստած է, հա, երկրպագուների նստարանին, վաղվա վարչապետն ու նախագահն է այդ երկրի, որը տենում է, մինչև վերջի վարկյանը ոնց են չալա տալի, ոնց են կռիվը շարունակում։ Դա դաստիրակություն է մի ամբողջ սերնդի։ Հայկական ֆուտբոլի համար մի այսպիսի անեկդոտ կար, ես ֆուտբոլասեր չեմ իհարկե։ Մի այսպիսի անեկդոտ կար, ասում եմ, առաջի գոլը ուտելուց հետո բանը, տրիները շվստում ասում եմ, լավ ելանք տներով։ Առաջի գոլը ուտելուց հետո, վсё, ասում եմ, դե որը էլ վերջ, այս խան է կրվանք, խաղը նոր ասկսը։
Այնպես որ պարոն Քոչարյան, դատավճիռ է, դա փորձանք է, որ քաղաքական դաշտը այդպիսի ամայի է։ Եվ դրա պատասխանատվություններից մեկն էլ 10 տարի ձեր պաշտոնավարման ժամկետով դուք եք։ Ու սա պետք է ուղղել, սա պետք է շտկել։ Չեմ ասում այս ընտրություններին դուք եք մասնակցեք, հա, հասկանում եմ։ Այն բաներն էլ եմ հասկանում, որ դուք հրապարակային չեք ասում, բայց ձեր թիմում կան կադրեր։ Որտեղից ենք մենք լուսնից ենք բերելու իշխանություններ։ Սրբեր որտեղից ենք գտնելու, գնանք այս մեր միամիտ ժողովրդի համար սրբեր գտնենք, բերենք, որ սրբեր առաջնորդեն։ Ֆեդերալիստի մեջ է գրած ասում է, եթե ժողովուրդները սուրբ լինեին, կառավարությունների պահանջ չէր լինի, կարիք չէր լինի։ Սրբերով կապրեին նորմալ։ Կառավարությունն է պետք, որ այդ ոչ սրբերին, այսպես ասած, տիրություն անի։ Բայց ասում եմ, եթե մարդիկ սուրբ չեն, ուրեմն կառավարություններին էլ չի կարելի, որտեղ այդ կառավարություններն էլ սուրբ չեն։ Իսկ նրանց էլ ժողովրդական վերահսկողություն է պետք։ Հիմա ամերիկացի 250 տարի առաջ արձանագրել էին, որ մարդիկ սուրբ չեն։ Լավ, դա ընդունել էին գիտություն, ու եկեք մի համակարգ սարքենք, որտեղ այս ոչ սուրբ մարդիկ այնուամենայնիվ ապրում են, կառավարում են եւ կառավարվում են։ Համակարգը այսպես համակարգ սարքել են։ Հիմա մեր վրա է այդ խնդիրը։ Անընդհատ սրբերի ենք սպասում։ Չկան սրբեր, չեն էլ լինելու։ Եկեք համակարգերն են սարքենք, որ ուզած չուզած մարդիկ իրենց պահեն որոշակի ճշտի մեջ, այսպես ասած։ Համակարգեր սարքենք, որոնք այս կամ այն չափով այդ հնարավորինս առաքինի մարդկանց առաջ կբերեն, առաջի պլան կբերեն։ 3 միլիոն ժողովուրդ կազմակերպել, միասին ապրել, ինչ պրոբլեմ է, այ ձեր ցավը, սա ինչ պրոբլեմ է։ Որ մենք այսպես առեու նստել ենք։ Եվ մյուս քաղաքական ուժերին էլ դիմում եմ այս հարցով։ Հարգելիներս, իմ մյուս ելույթներում ես ձեզ բոլորի բանը քլնգելու եմ, գրեհիկ բառերով նկարագրելու եմ, խնդրում եմ դա որպես ժանրի կանոնների այսպես պահանջ ընդունեք։ Բայց վերջին հաշվով մեր ծնողները լավից վատից մեզ դպրոց են ուղարկել, այն դժվար տարիներին մարդ են սարքել, մի խոսքով, որ այսօր մենք իրանց մեզ ու մեր երեխեքի համար ոչ թե մեր անձնականի համար, էլի, որտեղ անձնական դիշկան ուզում է սարա, միլիոնատերը քանի հոգի Արցախում ինչ ունեցվածք ունեին, ինչ եղավ։ Այդպիսի բանը հանրային բարիքը, երբ որ կործանվում է, արդեն քո մասնավոր բարիքը ոչ մեկի ոչ մի ձևի հետաքրքիր չի։ Հիմա մենք պիտի անենք, մեր ծնողները մեզ բերել են, մարդ են սարքել, որ մենք մի բան անենք։ Ավակներն էլ ասում եմ, տեսեք ինչ վիճակ է, ժողովուրդ։ Մենք էլ պուճուր չենք, ես օրինակ 46 տարեկան եմ։ Պուճուր չենք, այ մարդ։ Մենք մի բան պետք է անենք, մենք պետք է հասկանանք դիագնոզները, ամբողջ զամբաղ այդ ստից հիանալով, ծափերով, հələ մի պահ էդի թողեք, այ մարդ։ Էդի թողեք նրանց, ովքեր եկել են այդ թատրոնը դիտելու, բայց դու որ այդ թատրոնի դերասանն ես, ռեժիսորն ես, չգիտեմ, դրամատուրգն ես, հələ եկեք տենանք ինչ ենք անում։ Չեմ ասում եկեք հանդիպենք, դուք ձեր տեղում, ես մեր տեղում, բայց եկեք այս գաղափարը մեր մեջ մտցնենք։ Որ եթե նույնիսկ իրավացի է այն միտքը, որ ահա այսինչ լիդերը անփոխարինելի է, դա դատավճիռ է մեզ համար։ Հիմնադրման ժամանակ ես համաձայն եմ տենց կարա լինի, համակարգերը որ նոր են հիմնադրվում, կարան լինեն անփոխարինելի կադրեր, այդ հիմնադիրները։ Հա բայց ուրեմն չի հիմնադրվել, որ շարունակվում է ու տենց էլ նոր կադրեր չկան։ Նոր գործիչների հայտ չեն գալ, ուրեմն չի հիմնադրվել։ Ուրեմն սուտ է, որ իրանք հիմնադիր են։ Բա որ հիմնադիր են, ուր են այդ ինստիտուտները։
Մենք եղո միամիտ բան չենք սենց փափախները գլխներից կան ասեն, տեսեք բանա, թոշակ բարձրացրինք, սահմանում բետոնապատել ենք, ինչ-որ բունկեր ենք սարք, հասկանում եք, չէ՞ մենք ինչի մասին ենք խոսում։ Եկեք խելքներս գլուխներս հավաքենք, ու սա երկար խաղ է, լուրջ անորոշության ստրեսով։ Ու թող մեր միջից նրանք, ովքեր այդ ստրեսին կդիմանան ու կհաղթարեն, վաղը առաջնորդեն մեր երկիրը, մեզ ու մեր զավակներին։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։